Հարգելի 8-րդ դասարանցիներ, մենք շարունակում ենք ուրեմն ագրեգատային վիճակների թեման։ Այսօր կուսումնասիրենք ոչ թե նյութի ագրեգատային վիճակների անցումը մեկը մյուսին, այլ ինչպես է առաջանում ուրեմն էներգիան, ինչպես է ջերմային էներգիան, ինչպես է առաջանում, որով մենք ուրեմն փոխում ենք նյութի ագրեգատային վիճակը։ Ուրեմն վառելանյութի մասին կխոսենք եւ կխոսենք, թե ինչ է իրենից ներկայացնում արյման տեսակարար ջերմնակությունը կամ ջերմությունը, ինչպես ձեր գրքում է ներկայացված, որի մասին ես խոսել էի նախորդ տեսանյութում։ Ուրեմն 54-րդ պարագրաֆ վառելանյութի այրումից անջատված ջերմաքանակ, արյման տեսակարար ջերմություն կամ ջերմնակություն։ Ջերմությունը ձեր դասագրքի մեջ էր գրված, ջերմնակությունը իմ կողմից էր ներկայացված։ Ինչ է իրենից ներկայացնում վառելանյութը։ 124-րդ գաղափար։ Վառելանյութը նյութի տեսակ է։ Նրա մոլեկուլի կամ ատոմի փոփոխության հետևանքով առաջանում են այլ նյութեր կամ ատոմներ, որներ կրակ կամ ջերմային էներգիա են առաջացնում։ Այստեղ որոնք էլ կրակ կամ ջերմային էներգիա են առաջացնում։ Այստեղ մի քիչ սխալ է գրված։ Սա օրինակ վառելանյութ է։ Ինձ ներկայացնում է քարածուխ։ Քարածուխը ուրեմն ածխածնի ատոմական ցանց ունի։ Բարձրացնելով նրա ջերմաստիճանը որոշակի աստիճանի, նա շփվելով օդի հետ, ածխածինը միանում է թթվածնի հետ, որը գտնվում է օդում, O2-ի հետ, ուրեմն առաջանում է CO2 գազ եւ առաջանում է ուրեմն ջերմաքանակ, անջատում է ջերմաքանակ։ Այս դեպքում, ինչպես տեսնում եք, նյութը մի ագրեգատային վիճակից չի անցնում մեկ այլ ագրեգատային վիճակի, այլ փոխվում է նյութի տեսակը։ Ինչպես տեսնում եք, այն իրենից ներկայացնում է պինդ ագրեգատային վիճակ։ Սա նույնպես վառելանյութ է, հեղուկ վիճակում, հեղուկ ագրեգատային վիճակում գտնվող կոչվում է բենզին։ Նրա բանաձևն է C8H18։ Չնայած բենզինի մասին այսքան կոնկրետ չենք կարող ասել C8H18 է, բայց կարող ենք մոտավորապես միջինում ասել C8H18 է։ Սա էլ նույնպես միանում է թթվածնի հետ, օդի հետ, որոշակի ջերմաստիճանում եւ առաջանում է նույնպես ածխաթթու գազ, ինչպես նաեւ առաջանում է նաեւ ջրի գոլորշի կամ H2O, անջատվում է Q ջերմաքանակ, ինչպես գրված է այս բանաձևում C8H18 գումարած O2 առաջացնում է CO2 գումարած H։ Այստեղ մենք կարող ենք հավասարման նշան դնել, կլիներ քիմիական հավասարում, բայց քանի որ մենք պետք է դրա համար որոշակի հաշվարկներ անենք, որպեսզի H-երն էլ հավասար լինեն, O-երն էլ հավասար լինեն, C-երն էլ հավասար լինեն։ Սա բենզինի մասին հեղուկ վառելանյութ է։ Բացի հեղուկ եւ պինդ վառելանյութից կա նաեւ գազային վիճակում գտնվող վառելանյութ,
Օրինակ այստեղ մեթանը իրենից ներկայացնում է ածխածնի ատոմը միացած 4 հատ ջրածնի ատոմի հետ։ Սա մեթանի մոլեկուլն է։ Նու մեթանը իրենից ներկայացնում է բնական գազ։ Այդ բնական գազը առաջներում օրինակ պայստավորում էին այսպիսի բալոնների մեջ, ինչպես նկարված այս վերևին երկրորդ նկարեմ, աջ կողմի նկարում, այդ բալոնների մեջ ու տեղափոխում էին ավտոմեքենաները ու օգտագործում էին բնակարաններում գազօջախը գազօջախին ինչ-որ բան տաքացնելու համար։ Բանաձևը CH4-ն է, ուրեմն նա էլ նույնպես այրվելուց ուրեմն միանում է թթվածնի հետ, առաջանում է CO2 գազ և ջուր է առաջանում 2H2O։ Այստեղ հավասարում է, լրիվ ճիշտ հավասարում է, որովհետև C-ն են հավասար, ջրածիններն են հավասար, թթվածինների քանակներն են հավասար։ Եվ անջատվում է ջերմության քանակ, որով ասենք այդ ջերմաքանակով ջերմությամբ ուրեմն տաքացնում են կերակուրը։ Կամ այժմ արդեն օգտագործում են նաև տները տաքացնելու համար։ Բացի այդպիսի վարորանյութերից, որոնք ուրեմն միանում են մի տեսակի ուրեմն նյութը, միանում է մեկ այլ տեսակի նյութի, առաջանում է քիմիական ռեակցիա, որ քիմիական ռեակցիայի հետևանքով առաջանում է ուրեմն ջերմաքանակ։ Բայց այս դեպքում սա իրենից ներկայացնում է ռադիոակտիվ նյութ ուրան, այս վերևի ձախ կողմում նկարվածը, ուրանը հանքանյութ է։ Այս հանքանյութում նյութը ճառագայթում է փոքր մասնիկներ։ Ըստ Մենդելեևի, սա Մենդելեևի պարբերական աղյուսակն էր, պետք է այս ատոմները չքայքայվեին, չտրողվեին ավելի փոքր մասերի, բայց արի ու տես, որ այդպիսի երևույթ էլ գոյություն ունի, որ այս ատոմները ուրեմն տրողվում են։ Այդ տրողվող ատոմները անվանում են ռադիոակտիվ ատոմներ։ Ուրանը ռադիոակտիվ նյութ է։ Այդ ռադիոակտիվ նյութը երբ որ տրողվում է, ատոմները տրողվում են, անջատում է մեծ քանակությամբ էներգիա և նյութը, ասենք ուրանը դառնում է մեկ այլ նյութ, օրինակ այստեղ աջ կողմում ներկայացված է, որ ուրանից ստացվում է թորիում, վերևի ձախ կողմում, որ նկարված է, ուրանի 238-ը ուրեմն նրա ատոմական մասսան է, ատոմական զանգվածը 238 է, իսկ աջ կողմում գրված ուրանը ատոմական մասսան 234 է, սա էլ է ուրան, նա էլ է ուրան, բայց այս երկու ուրանները կոչվում են իզոտոպներ, այսինքն մի իզոտոպը վերածվում մեկ այլ իզոտոպի։ Ինչ է ուրեմն ուրանից, երբ որ մասնիկները դուրս են թռչում, առաջանում է թորիում։ Այդ թորիումից հետո առաջանում է պրոտոնիում, այնուհետև առաջանում է նորից ուրան, արդեն փոքր զանգվածով ուրան, այնուհետև առաջանում է նորից թորիում, արդեն փոքր զանգվածով թորիում, առաջանում է ռադիում, այս ռադիում էլեմենտը հայտնաբերել է
ուրեմն Մարիա Կյուրին, լեհ գիտնական, Մարիա Կյուրին, լեհ կին գիտնականը, այնուհետև առաջանում է ռադոն, առաջանում է պոլոնիումից հետո առաջանում է կապար, նրա մեջից էլ, այս կապարի մեջից էլ մասնիկները դուրս են թռչում, առաջանում է բիսմութից մասնիկները էլի դուրս են թռչում, առաջանում է պոլոնիում, առաջանում է այնուհետև առաջանում է կապար, հետո նորից բիսմութ ավելի փոքր ատոմական զանգվածով առաջանում է պոլոնիում եւ այնուհետև վերջում առաջանում է կապար, այսինքն ուրանից առաջանում է կապար, բայց այս ընթացքում մեծ էներգիա է անջատվում, ընդհանրապես ասած տեղի է ունենում շղթայական ռեակցիա, այս շղթայական ռեակցիայի ժամանակ անջատված էներգիան ուրեմն օգտագործում են միջուկային ռեակտորներում, ատոմակայաններում, որպեսզի ստանան էլեկտրաէներգիա, սա էլ է ուրեմն իրենից ներկայացնում վառելիք, բայց մարդիկ ուրեմն բացի նրանից, որ օգտագործում էին ատոմակայաններում, օգտագործում են նաև ատոմային ռումբեր պատրաստելու համար, մարդը իր գլխին էլ ուրիշ փորձանք բերելու ունակություն ունի, մարդ զարմանում է, ոնց որ քարը վերցնես խփես սեփական գլխին, սա արդեն Մենդելեևի պարբերական աղյուսակն է, սրա մեջ իրենցից ներկայացնում են այն ատոմները, որոնց միջոցով կարելի է տեսնել, թե ինչպես է վառելանյութը այրվում, 125-րդ գաղափար, վառելանյութի այրումը դա երևույթ է, որն ուղեկցվում է ջերմաքանակի անջատմամբ, այսինքն երբ որ ջերմաքանակ է անջատվում, մենք ասում ենք, որ տեղի է ունենում այրում, 126-րդ գաղափար, այրման տեսակարար ջերմություն կամ ջերմնակություն, ինչպես ես եմ ասում, ջերմնակությունը ավելի ճիշտ բառ է, որպեսզի օգտագործենք տեսակարար նրա մասին տեղեկություններ հաղորդելու համար, նյութի մասին ուրեմն ջերմնակությունը, նյութի ջերմնակությունը, այրման տեսակարար ջերմնակությունը, դա ջերմաքանակն է, որն անջատվում է 1 կիլոգրամ նյութը այրելիս, այսինքն եթե մենք ունենք ասենք 1 կիլոգրամ բենզին կամ 1 կիլոգրամ քարածու, այրում ենք, տեսնում ենք ինչքան ջերմաքանակ է անջատվել, ասում ենք, որ այդքան էլ նրա ուրեմն ներկայացնում է նրա ջերմնակությունը, այրման տեսակարար ջերմնակություն, այրման տեսակարար ջերմնակությունը նշանակում են Q տառով, եթե ունենք M զանգվածով նյութ, վառելանյութ, որի տեսակարար ջերմնակությունը Q է, ապա Q ջերմաքանակը, որ պետք է անջատվի, երբ անջատվում է այդ նյութը այրելիս, ապա մենք կարող ենք ասել, որ Q տեսակարար ջերմնակությունը, այրման տեսակարար ջերմնակությունը հավասար է Q-ն բաժանած M-ի, բայց կարող ենք որոշել նաև Q ջերմաքանակը M զանգվածով վառելանյութի այրման ժամանակ, օրինակ Q-ն հավասար է Q անգամ M, այստեղ այս աղյուսակում, ձեր աղյուսակում տրված է այն որոշակի նյութերի այրման ժամանակ առաջացած տեսակարար ջերմնակությունները, ջերմաքանակներն են առաջ, ինչքան ջերմականակ է անջատվում, երբ որ այրում են տվյալ նյութը, ասենք ջրածինը այրելուց անջատվում է 1,2 անգամ 18 աստիճան ջոուլ
էներգիա 1 կիլոգրամ ջրածինը։ Ինչպես տեսնում եք, այս բոլոր ուրեմն վառելանյութերից ամենաշատը ամենամեծ ուրեմն էներգիան ունի տեսակարար ջերմնակությունը ունի ջրածինը, շատ վտանգավոր նյութ է, այն միանգամից պայթում է, օրինակ երբ որ միլիոններով արտահայտեն, ստացվում է 120 միլիոն ջոուլ էներգիա 1 կիլոգրամը այրելուց, սա պարզապես կփոշիացնի, այսպես ասած, նրա 1 կիլոգրամը երբ որ պայթում է, ջերմաստիճանը կարող է բարձրանալ նույնիսկ հազարավոր աստիճանների, ոչ մի բան չի մնա այդտեղ, պայթելուց կվնասվի ամեն ինչ, կերոսինը կա այստեղ, ինչպես տեսնում ենք բենզինը 4.6 անգամ 17, այսինքն 46 միլիոն ջոուլ էներգիա է առաջանում 1 կիլոգրամ բենզինը այրելուց։ Բոլոր ուրեմն տեսակի այրումներից, այս այրումներից, օրինակ տորֆի, փայտի, վառոդի, քարածխի, սպիրտի, առաջանում է CO2 գազ, առաջանում է նաև CO գազ, CO գազը ավելի ուրեմն վտանգավոր է, քան թե CO2 գազը, ինչ է իրենից ներկայացնում ջերմոցային էֆեկտը, այստեղ ջերմոց եմ ես նկարել, մի անգամ ես սրա մասին խոսել էի, ուրեմն ինչպես տեսնում ենք արեգակի ճառագայթները թափանցում են, ենթադրենք այս ջերմոցը պատվել է պոլիէթիլենային տաղանդով, պոլիէթիլենային տաղանդի միջից անցնելով արեգակի ճառագայթները նրա միջի օդը տաքացնում են, տեսանելի տիրույթում, լավ անցնում են, բայց օդը տաքանալուց տաք մարմինները, ինչպես գիտեք, արձակում են ինֆրակարմիր տիրույթում ճառագայթներ, ինֆրակարմիր տիրույթում ճառագայթներ արձակելով այս պոլիէթիլենային թաղանթը վատ է բաց թողնում, չի բաց թողնում, դրա համար ջերմոցի մեջ, երբ որ մտնում են ջերմոց ցերեկը, ջերմաստիճանը հասնում է մոտավորապես 40-45 աստիճանի, դժվար է մի քանի րոպե այդպես մի 10-15 րոպե ցերեկը ուրեմն մտնել ջերմոցի մեջ, սա իրենից ներկայացնում է ջերմոցային էֆեկտը, իսկ ինչ երևույթ է առաջանում, երբ որ CO2 գազը ուրեմն գազի քանակը ավելանում է, նույնպես ջերմոցային էֆեկտ է առաջանում երկրի մակերևույթին, այսինքն երկրի մակերևույթը տաքանում է, օրինակ այստեղ ներկայացրել եմ ես ուրեմն թե ինչ նյութերից է բաղկացած օդը, ինչպես մենք տեսանք, այս ուրեմն բոլոր այրումների ժամանակ առաջանում էր CO2 գազ, բայց ոչ լրիվ այրման ժամանակ առաջանում էր CO գազ, որը մի քիչ ավելի թեթև է և թունավոր է, թե CO գազը և թե CO2 գազը շատ վտանգավոր են, CO2 գազի ավելացումից կարող է ջերմոցային էֆեկտը ուրեմն աշխատել և ջերմաստիճանը երկրի մակերևույթի վրա բարձրանալ, ուրեմն CO2 գազը ընդհանրապես գտնվում է ամենաներքևում է գտնվում երկրի մակերևույթի մոտ և պարունակում է օդի մեջ 0.03% քանակը, հետո գալիս է արգոն նյութը, արգոնը
միատոմ նյութ է, այն միացությունների մեջ չի մտնում, կազմում է 0.9%։ Բացի արգոնից կան նաև ուրիշ ուրեմն գազեր, որոնք կազմում են 0.17%։ Վերելումներ եմ գրել 0.17%, այսինքն այդ մնացած գազերը ուրեմն 0.17% են իրենց ներկայացնում։ Այնուհետև թթվածինը, ինչպես գիտենք, 8-րդ էլեմենտն է, 16 է միջուկի զանգվածը, 32 մոլեկուլի մոլեկուլային զանգվածն է և օդի մեջ պարունակում է 20.9%։ Այնուհետև գալիս է ազոտը 78%, ուրեմն ատոմական զանգվածը 14 է, մոլեկուլային զանգվածը պարզը 28 պետք է լինի։ Հետո հելիումը իներտ գազ է, այսինքն ինչպես այնպիսի գազ է, ինչպիսին արգոնն է, բայց նրանք միացության մեջ չեն մտնում։ Հելիումը մտնում է այդ 0.17%-ի մեջ։ Երբ որ աստղաթթու գազի կամ շմուլ գազի քանակը մեծանում է, ուրեմն դժվարանում է, շնչառությունը դժվարանում է մարդու։ Ինֆրակարմիր ճառագայթները բաց չեն թողում, երկրի շերտը տաքանում է։ Այսինքն, երբ որ մենք թե CO2 գազ ենք ստանում բենզինի արյունից, CO2 գազ ենք ստանում գազի արյունից, հետևաբար վտանգը ավելի է մեծանում և մեր ուրեմն երկիր մոլորակը կարող է ջերմոցային էֆեկտի հետևանքով վատ վիճակում հայտնվել, ապրելու համար ոչ պիտանի վիճակում։ Ինչ ասեմ, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք հաջորդ դասին։